Ուրեմն 2021-ից 2025 թվականներին Հայաստանի Հանրապետությունում համախառն ներքին միջին տարեկան աճը կազմել է 7.9%։ 7.9%։ Ուզում եմ ընդգծել, որ նույն ժամանակաշրջանում աշխարհում միջին տնտեսական աճը կազմել է 4.1%։ Հայաստանի Հանրապետությունում աճը կազմել է 7.9%։ Համարյա կրկնակի ավել։ ԵԱՏՄ-ում նույն ժամանակաշրջանում միջին տնտեսական աճը կազմել է 3.1%, Հայաստանի Հանրապետությունում 7.9%։ Էս էլ համարյա կրկնակի ավել։ Այսինքն այնտեղ կրկնակից մի քիչ պակաս էր, ստեղ կրկնակից շատ ավելի ավել էր։ Եկեք, որ շատ թվաբանության մեջ չմտնենք, երկու տեղն էլ կրկնակի ավել, համարյա։ 2025 թվականին պետական բյուջեի եկամուտները 2017 թվականի ցուցանիշը ինչից ավել են 2.3 անգամ, կամ 1 տրիլիոն 648 միլիարդ դրամով, կամ 4.3 միլիարդ դոլարով, 4.3 միլիարդ։ Էս էլ այն թեմայի շարունակությունն է, բա գողացվածը հետ բերել եւ այլն, շարունակության մի մասն է, այս մյուս մասերն է կանդրադառնան։ Այս 4.3 միլիարդ դոլարը որտեղից հայտնվեց։ Հայտնվեց այդ բոլոր գողանալու սողանցքները սենց հատիկ համբերատար փակելու առումով։ Կապիտալ ծախսերը 2017 թվականի նկատմամբ, այսինքն կապիտալ ծախսերը դպրոց, մանկապարտեզ, ճանապարհ, ջրագիծ եւ այլն 2.9 անգամ աճել են 2025 թվականին։ Եվ սրանք 17-ը 25-ի համեմատ, 25-ը 17-ի համեմատ, բայց սա տարին տարվա հետ համեմատելու տվյալներն են։ Բայց կուտակային տվյալները իրանք ավելի են, այսինքն մենք վերցնում ենք մի տարի եւ վերցնում ենք հեղափոխության նախորդող մի տարի։ Հիմա երբ որ ժամանակաշրջաններն ենք վերցնում, այդտեղ պատկերը էականորեն ավելի տպավորիչ է։ 2017 թվականի համեմատ իրական հնա աճը 2025 թվականի արդյունքներով կազմել է 53.9%։ Դուք պատկերացնում եք 17 թվականի անցնելով կովիդի եւ պատերազմի միջոցով մենք սա իրական հնա, սա անվանականը չի, որովհետեւ անվանականը կրկնապատիկ եւ ավել է 53%-ով մենք մեր երկրի տնտեսությունը մեծացրել ենք։ Իմիջիայլոց նույն ժամանակաշրջանում աշխարհում միջին տնտեսական աճը 2016-ից 25 թվականներին կազմել է 3%, Հայաստանում 5.8%։ Այսինքն սա էլ մի ցուցանիշ է, որը հիշարժան է։ Նույն ժամանակաշրջանում ԵԱՏՄ-ում 2018-ից 25 թվականներին տնտեսական աճը կազմել է 2.3%, Հայաստանում 5.8%, ավելի քան կրկնակի։ Նույն ժամանակաշրջանում մենք Հայաստանում ստեղծել ենք 288,000 աշխատատեղ։ Պատկերացնում եք 288,000 աշխատատեղ։ Ընդ որում, սա ոչ թե այն վիճակագրությունն է, որ կարող են ասել դե թիվը ասել են էլի, այս որ անհրաժեշտություն լինի, այս 288,000 թիվը մենք կարող ենք անհատականացնել անուն ազգանուններով։ Ովքեր են 288,000 մարդիկ, որովհետև սա մի թիվ է, որը արտահայտում է այն աշխատատեղեր, որը գրանցված են եղել, աշխատավարձ են ստացել, եկամտային հարկ են վճարել եւ այդպես շարունակ։ Այսինքն սա թիվ է, որի ամեն միավորի ներքո կա կոնկրետ անուն ազգանուն։ Ընդ որում, միջին ամսական եկամուտը
17 թվականի համեմատ աճել է 87%-ով։ Համախառն գնաճը նույն ժամանակաշրջանում կազմել է 29%։ Եվ նաև էսա պատճառը, որ մենք ասում ենք, եւ այս թվերը ցույց են տալիս աներկբա, որ 2018 թվականի համեմատ աշխատող մարդիկ առնվազն 55 եւ ավել տոկոսով ավելի լավ են ապրում։ Այս ցուցանիշը հիմնավորվում է բազմաթիվ տվյալներով։ Նախորդ տարի զեկույցի քննարկման ժամանակ ես մի հաշվարկ էի արել, ցույց տալով, որ հեղափոխության արդյունքում 2018 թվականից 2024 թվականը պետական բյուջե լրացուցիչ մտել է 4.2 միլիարդ դոլար։ Այդ ելույթը կա, ես հիմա չեմ ուզում նորից մեջ բերել, մանրամասն անդրադառնալ, այսինքն ինչի մասին էր դա, որ հեղափոխության բերած տեմպի շնորհիվ 4.2 միլիարդ լրացուցիչ դոլար մտել է պետական բյուջե։ Այսինքն եթե հեղափոխությունը չլիներ, նախորդ շրջանի բյուջեի աճի տեմպը ավելանար, մենք կունենայինք 4.2 միլիարդ համախառն ավելի պակաս եկամուտ։ Այսօր արդեն ուրախ եմ արձանագրել, որ նույն մեթոդաբանությամբ 2025 թվականի արդյունքներով հեղափոխության գինը կոպիտ ասած Հայաստանի Հանրապետությունում 6.6 միլիարդ դոլար, 6.6 միլիարդ դոլար։ Եվ էլի հաշվի առնելով, քանի որ կարող են լինել քննարկումներ, շատ լավ, եկեք գնաճի ցուցանիշները հաշվի առնենք, հանենք 6 միլիարդ կամ չգիտեմ, այսինքն հաշվարկը հանենք, թիվը 6 միլիարդ է, գնաճի թիվը հանենք, ինքը կլինի, ասենք, ենթադրենք 5.5 միլիարդ մաքուր առանց որևէ այլ գործունի, 5.5 միլիարդ։ Հիմա շատ կարևոր մի հարց կար այն չի, բա այդ փողերը ինչ են կարել, ուր են այդ փողերը։ Եվ падգամավոր Սերգեյ Բագրատյանը նախորդ նիստերից մեկի ժամանակ հարց տվեց, ասեց աջակցության տարբեր ծրագրեր կան եւ այլն, բա հաշվարկ չունեք այդ աջակցության ծրագրերով ինչքան աջակցություն եք ցուցաբերել մարդկանց։ Եվ մենք արեցինք այդ հաշվարկը եւ ճիշտն ասած այդ հաշվարկը, եթե շատ անկեղծ ասեմ, մեզ էլ զարմացրեց, որովհետև խոսքը ինչի մասին է, խոսքը ամենատարբեր ծրագրերի մասին է, որ կառավարությունը որևէ օրենսդրությամբ պարտավոր չէր անել։ Այսինքն աջակցության ամենատարբեր, օրինակ, Խելացի անասնագոմի ծրագիր 50%-ի հետվճար, որը քաղաքացիներին է գնում։ Եվ հարգելի գործընկերներ, ուզում եմ արձանագրել, որ 2018-ից 2025 թվականները մենք ուշադիր եղեք 1 տրիլիոն 410 միլիարդ դրամի աջակցության ծրագրեր ենք իրականացրել, որ մենք ուղղակի այսպես վերադարձրել ենք տարբեր ծրագրերով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Սա 3.7 միլիարդ դոլարի մասին է։ 3.7 միլիարդ դոլար մենք 2018-ից ի վեր պարզապես տվել ենք մեր քաղաքացիներից։ Սկսած այդ ծրագրերը տարբեր են, սկսած անկանխիկ եղանակով բաներից վճարումներից կենսաթոշակառուներին եւ նպաստառուներին հետվճարի ծրագիր, դրամական աջակցություն 3 եւ ավելի երեխա ունեցող ընտանիքներին, երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման աջակցության ծրագիր, ասենք բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում գործող կազմակերպություններին եւ անհատ ձեռնարկատերերին աջակցության ծրագիր, ասենք օրինակ այդ ծրագիր 31 միլիարդի աջակցություն ենք ցուցաբերել։ Գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագիր 4.5 միլիարդ դրամ, ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագիր 14.4 միլիարդ դրամ, տնտեսության արդիականացման միջոցառման պետական աջակցության ծրագիր, այս ծրագրերն են լիզինգ անվանում 52.8 միլիարդ դրամ, այսենց հաշվել ենք անկանխիկ եղանակով,
ու տվել ենք հազարավոր քաղաքացիների խաղողի ժամանակակից տեխնոլոգիաներով մշակող ինտենսիվ պտղատու այգիների եւ հատապտղանոցների հիմնման համար վարկային տոկոսադրույքների սուբսիդավորում 17 միլիարդ դրամ, ինտենսիվ այգեգործության զարգացման սուբսիդավորում 59 միլիարդ դրամ։ Այսինքն մենակ այս երկու ծրագրով, որ նշեցի, 100 միլիարդ մենակ մենք դրել ենք գյուղատնտեսության մեջ ու տվել ենք կոնկրետ մարդկանց։ Ու ընդ որում, ես ինչ որ ասում եմ, էլի, սա նենց բան չէ, որ դե տվինք մարզպետին, մարզպետը քաղաքապետին, քաղաքապետը գյուղապետին, գյուղապետն է ժողով արավ, գառը մորթեց, գինին դրին, կերան խմեցին, ուրախացան, ծափ տվին։ Ամեն դրամի տակ անուն ազգանուն կա։ Այս ամեն դրամը հետագծելի է, որ այս 50 միլիարդից ուզենանք իմանան ով ինչքան է ստացել, հետագծելի է։ Այս շատ կարևոր հանգամանք է։ Գյուղատնտեսական հումքի մթերումներին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիր, այս էլ այն ծրագիրն է, որի արդյունքներով մենք չենք տեսնում, որ գյուղացիները ասում են, չի մթերվում, գինը եւ այլն, եւ այլն, գինը միշտ էլ ասում են, բոլորն էլ ուզում են ավելի թանկ վաճառեն։ 18.7 միլիարդ դրամ պետական աջակցություն բնակարանների եւ անհատական բնակելի տների էներգոարդյունավետ վերանորոգման աշխատանքի իրականացում։ Մենք 13.3 միլիարդ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին փող ենք տվել, որ իրանք իրանց տները նորոգեն, հարգելի գործընկերներ։ Աշխարհի որ երկրի, որ կառավարությունն է քաղաքացուն փող տալիս, որ մարդը իր տունը ռեմոնտ անի, հասկանում եք։ Բա սրա համար ենք հեղափոխություն արել, այո, սրա համար ենք հեղափոխություն արել։ Սրա համար ենք, այդ թվում սրա համար։ Հիպոթեկային վարկի վճարած տոկոսների գումարների վերադարձ։ Տասնյակ հազարավոր քաղաքացիներ այս ծրագրի շնորհիվ տան տերա դարձել։ 327.4 միլիարդ դրամ։ 327.4 միլիարդ դրամ։ Այս սենց հաշվել ենք, սենց ենք հաշվել։ Ու տվել ենք կոնկրետ քաղաք 327.4 միլիարդ դրամ։ Հայտարարատու համարվող անձանց օրենսդրությամբ սահմանված սոցիալական ծախսերի ուղղություններով կատարված ծախսերի փոխհատուցում 9.1 միլիարդ դրամ։ Եվ այսպես շարունակ։ Այսինքն 3.7 միլիարդ դրամ 3.7 միայն այս այնա, որ անհատապես վերադարձրել ենք քաղաքացիներին։ Եվ սա է այն, ինչի համար այդ թվում սա է, որ հեղափոխությունը Հայաստանում տեղի ունեցել։ Հիմա ես ուզում եմ վերադառնալ 2018 թվականի մայիսի 15-ին 2018 թվականի մայիսի 15-ին իմ արած մի հայտարարության։ Երբ որ ես ներկայացնում եմ առողջապահության նորանշանակ նախարարին, այս հայտարարությունը նաև տարբեր առիթներով տարբեր տեղերում հնչեցրել եմ։ Ոլորտում արկա առաջնահերթություններից է Հայաստանում բժշկ սպասարկման եւ բժշկական օգնություն կարիք ունեցող որևէ անձի համար ապահովել պայմաններ, որ նա չմնա հիվանդանոցների դռներին։ Ես այս հայտարարությունը, հարգելի գործընկերներ, արել եմ 2018 թվականի մայիսի 15-ին։ Հիմա իհարկե մենք բնականաբար ես գալիս եմ խոսելու առողջության ապահովագրության մասին, բայց ես ուզում եմ նաև հարց կհնչի։ Այս հայտարարությունը արել եմ 2018 թվականի մայիսի 15-ին։ Բան չէ առողջապահության ապահովագրությունը մտել 2026 թվականի հունվարի 1-ին, որովհետև մենք ճանապարհ ենք անցել, որովհետև եթե առողջապահության ապահովագրություն ներգրենք 2018 թվականի հունիսին կամ 19 թվականի հունվարի 1-ից, առողջապահության համակարգը կփլուզվեր։ Բայց դրանից առաջ մենք ինչ ենք արել։ Մենք նախ պետպատվերի համակարգը փուլ կամանց ընդլայնել ենք։